Տիկին Ավանեսյան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է 2026 թվականից ներդրվող առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող հարցերը։ Փաշինյանի խոսքով ներդրվող համակարգն առողջապահական բոլոր ծախսերը չի ծածկելու։ Այն համապարփակ չի կարող լինել, քանի որ աշխարհում չկա այնպիսի առողջապահական համակարգ, որն ամեն ծախս կփակի։ Համակարգը համապարփակ չի, ինչու, որովհետև ոչ բոլոր ծառայություններն ծածկում, այսինքն լինելու են ծառայություններ, որոնք համակարգը չի ծածկելու կամ չի մատուցելու եւ դրա համար մենք քաղաքականապես եւ որպես բովանդակության համապատասխան լինի ավելի ճիշտ համարեցինք, որ լինի ընդհանուր, այսինքն որովհետեւ առողջապահությունը վերաբերվելու է ի վերջո բոլորին, բայց ոչ ամեն ինչին։ Նախարար Ավանեսյանն իրազեկում է, կան բժշկական ծառայություններ, որոնք չեն ներառվում որևէ փաթեթի մեջ։ Նախարարը տեղեկացնում է նաև առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգում կընդգրկվեն այն հիվանդությունները, որոնք ըստ հետազոտության ամենաշատն են հանրապետությունում։ Մենք վերլուծել ենք Հայաստանում հիվանդացությունը, մարդիկ ինչից են ամենաշատը հիվանդանում, ինչից են հաշմանդամություն ձեռք բերում եւ մահացությունը ինչի հետ է կապված։ Այս հիվանդությունների շարքը առանձնացրել ենք եւ այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացրել ենք ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք նախ կյանք փրկող են, մեզ զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են, որ վաղ հայտնաբերենք, այսինքն մենք առաջին անգամ շեշտադրումը արդեն տանում ենք կանխարգելման վաղ հայտնաբերման վրա, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվում է, թե որ խմբերն են ներառված առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում։ 18-ից 65-ի մեջ ընկած տարիքային խմբերի մեջ հաշմանդամություն ունեցող առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն։ Այո, մենք երրորդ կարգները ենք ներառել եւ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը, ծանր, խորը եւ միջին գնահատման համակարգերը։ Սոցիալական անապահովության գնահատման համակարգով 28 բալից ավել ունեցող քաղաքացիները եւս այս 26 թվականի մեջ երեխաները արդեն երեխաները 65-ից ավել է արդեն, եթե ասենք հաշմանդամություն ունեցող անց կա արդեն, այսինքն ստացվում է, որ այդ համակարգը մեծ հավանականությամբ արդեն ուրիշ հոդվածներով արդեն ներառվում է։ Բնակիչները թվային համակարգի միջոցով կծանոթանան, համակարգի շահառու են, թե ոչ։ Մեծահասակներին իրազեկելու նպատակով բուժհաստատությունները եւս կներառվեն այդ աշխատանքներում։ Մենք, պարոն վարչապետ, ունենք մեր Արմեդ համակարգը թվային, որը հավելվածի տեսքով էլ այսօր գործում է։ Մենք հեռախոսների մեջ ներբեռնված 700,000-ից ավել թիվ ունենք, որ գործում է հեռախոսների մեջ ներբեռնված հավելվածներ կան։ Բայց մենք հասկանում ենք մեծ տարիքի անձանց համար դժվար կլինի հավելվածից օգտվել, այստեղ մեր առաջնային օղակի պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները, որտեղ կցված են մեր քաղաքացիները, իրենց կտեղեկացնեն այս ձևաչափով։ Առողջապահական տարեկան փաթեթը կկազմի 129,600 դրամ։ Համապատասխան վերաբաշխումների արդյունքում քաղաքացիների համար այս ծախսը բեռ չի լինի, նշում է վարչապետը։ Նախկինում մենք պատերազմից հետո հաշվի առնելով իրադրությունը վերլուծելով զինապահ հիմնադրամի պարտադիր վճարները ավելացրել էինք էականորեն, ինչպես պարզվեց նույնիսկ անգամներով, բայց հիմա տեսնում ենք նաև, որ զինապահ հիմնադրամը բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որպեսզի այդ միջոցների կառավարման արդյունքում գեներացված եկամուտները բավարարեն իր խնդիրները լուծելու համար։ Հիմա մենք քաղաքացիներին ասում ենք, սիրելի քաղաքացիներ, շնորհակալ ենք, որ այս ընթացքում այս բեռը վերցրիք ձեր վրա։ Հիմա մենք ըստ էության դարձնում ենք 1000 դրամ նախկինի նման, ոչ բոլորի համար։ Մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար վերադարձնում ենք նախկին 1000 դրամ մակարդակից։ Հիմա տարբեր աշխատավարձ ստացողների համար տարբեր էր, 1000 դրամից ավել ինչ կա, մենք ուղղում ենք արդեն անձի առողջության
համընդհանուր ապահովագրության ֆինանսավորմանը։ Բժշկական որոշակի ծառայությունների համար կլինեն սահմանված գումարներ։ Քաղաքացին ինքը կընտրի իրեն որ տարբերակն է հարմար։ Դեպքեր ունենք, մենք ուղղակի այս գլխից ասում ենք, այս ծառայության համար ֆիքսված այսքան գումար ենք տալիս։ Հիմա քննարկվում է, որ ինչի են այս դեղը տալիս, մենք այս դեղն ենք ուզում, ինչ էս ֆիրմայի արտադրածը, մենք այն ֆիրմայի արտադրածն ենք ուզում։ Դեղերի դեպքում մենք ասում ենք, մենք տալիս ենք այսքան գումար։ Հիմա այդ գումարը քաղաքացին վերցնում է եւ ինքը որոշում է այդ գումարի շրջանակում, որը կա, այդ դեղն է ուզում, թե 200 դրամ ավելացնում է, գնում է այդ դեղի այլ ֆիրմայի արտադրությունը վերցնում, որը ինչ պատճառով իրեն ավելի հարմար է։ Ովքեր կթողնեն ծխելն ու կհետևեն իրենց քաշին, նախարարության կողմից կստանան առավելություններ։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում կկուտակեն բոնուսներ։ Շողեր Ղլիջյան, Արմալուր։